անցյալ տարվանից մենք բարձրաձայն հայտնել ենք, որ չենք վստահում այս իշխանություններին, որոնք միայն ավեր են գործել մեր պետության համար։ Սա երկու տարբեր իրադարձություններից միտքը ծագեց մեր երիտասարդների մոտ, որ պետք է ընդվզեն այս ամեն ինչի դեմ եւ փորձեն նաեւ կոնսոլիդացնել մարդկանց, որպեսզի ընդհանուր պարզ լինի, որ հայ ժողովուրդը դեմ է այս իշխանություններին։ Առաջի թեման մեզ անհանգստացնող, երիտասարդներին անհանգստացնող Բաքվի բանտում գտնվող հայ ռազմագերիների Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված իրադարձություններն էին, երբ որ մենք բոլորս գիտենք, ես այսօր ճիշտ ասած իմ կապույտ անձնագիրն եմ վերցրել, մեր անձնագրի վերջին էջում նշված է, որ Հայաստանի Հանրապետությունը հովանավորողն է այս անձնագիրը կրողի։ Բաքվի բանտում գտնվող անձինք ունեն այս անձնագրից, բայց Հայաստանի Հանրապետությունը որևէ ձևով չի հովանավորում եւ որևէ գործողություն չի կատարում այդ մարդկանց ազատ արձակման կամ որևէ ձևով միջազգային ատյաններում այդ խնդիրը բարձրաձայնելու ուղղությամբ։ Ինչ էլ որ ասում են, իրենք ստում են։ Մենք այս վերջին 7 տարիների ընթացքում համոզվել ենք, որ կառավարության ղեկավարը ստախոս է եւ իր ամբողջ թիմը որոշները ստիպված, որոշները շահ ունենալով այդ նույն ստախոսության մեջ են, երբ որ սկսում են ինչ-որ մեկին մենք մի քանի դեպք ունեցանք, չէ, երբ որ արդեն կպնում են ինչ-որ մեկին հանում են իրանց շարքերից, մեկ էլ այդ մարդիկ սկսում են քիչ-քիչ ճշմարտությունները բացահայտել։ Մենք այդ ստախոսության դեմ ենք դուրս եկել եւ ուզում ենք կոնսոլիդացնենք մարդկանց, որովհետեւ ցույց տանք, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիները չեն վստահում այս իշխանություններին։ Մեր երիտասարդների ակցիայի նպատակը դա էր։ Ակցիան սկսվում է այսօր, բայց միայն այսօր չի սահմանափակվելու, լինելու ենք այստեղ նաև վաղը, մյուս օրերին արդեն հանդիպման կետի հետ կապված երիտասարդները կհստակեցնեն հասկանալու համար, թե որ տեղում է ավելի հարմար անցկացնել, որովհետև պլանավորվում է նաև դեպի համալսարաններ գնալ, համալսարանների բակերում ուսանողությանը ներգրավել, որովհետև իրենք երիտասարդներ են, ավելի լավ են հասկանում, որտեղ իրենց հասակակիցները տեղակայված կլինեն, որպեսզի իրենց հրավիրեն։ Պիտի Մանթաշյան ամեն դեպքում ինչ-որ ապատիկ դրսևորումներ էլ կան հենց երիտասարդների շրջանում, օրինակ շատերը նշում են մի քանի անգամ դուրս ենք եկել պայքարի, հաջողության չենք հասել, իշխանափոխություն այդպես էլ չի եղել, հետևաբար ինչ անել, որպեսզի այդ տրամադրությունները օրինակ վերանան։ Անցյալ տարի հենց այս օրերը, որ վերցնենք, ապատյան ավելի շատ էր, եւ Արցախը նոր էինք կորցրել եւ ոչ մեկ չէր հավատում, որ որևէ ձևով ժողովուրդը ոտքի է ելնելու։ Երբ որ անցյալ տարի մարտ ամսին ես հիշում եմ Տավուշը հանուն հայրենիքի շարժման առաջին հանդիպումը եղավ, մարդիկ ասում էին հնարավոր չէ մարդկանց ոտքի հանել, որովհետեւ ապաթիա է համընդհանուր։ Այսօր ավելի լավ վիճակ է, քան անցյալ տարի մարտին է եղել։ Բայց մենք տեսանք, երբ որ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ներկայացվում է նորմալ առաջարկ, ասում ենք եկեք այս խնդիրներն ունենք, հարց պիտի լուծենք, ժողովուրդը մոբիլիզացվում է։ Այսինքն մեր ժողովրդին պետք է նորմալ առաջարկ ներկայացվի որևէ գործչի կամ որևէ խմբավորման կողմից, որպեսզի մարդիկ կոնսոլիդացվեն, զուտ դրա հարցն է իմ կարծիքով, դա իմ սուբյեկտիվ կարծիքն է։ Շնորհակալ։ Պատմություն է այդ բանը 8-րդ դասարան աղջիկս 8-րդ դասարանի պատմության գիրքը երբ որ ես բացում կարդամ ես լացում եմ որտեղ այնտեղ սաղ սուտ է գրված ամեն ինչը խեղաթուրել է ինքը հասկանում եք դասագրքերից սկսել է այն մի պերիոդ որ գնացին դասագիրք չկար ինչ էին անում
որոշում էին թուրքահպատակ պատմություն էին իրանք գրում։ 5000 տարվա պատմությունը իրապես ողորմելի անգրագետ ոչնչությունը իր կնոջ հետ միասին։ Մեզ ասում է բանը կրթվել է նորաձևը։ Կներես կրթվել է միշտ նորաձև, եթե դուք երկու թափթփուկով, չգիտեմ, 8-րդ դասարանի կրթությամբ նոր որոշել եք կրթվեք, հայ ազգը կրթված ազգ է։ Շնորհակալ։ Այդ մի արեք այդպես, նկարվում այն մի Այն քիչ առաջ քվեարկեցիք, որ չեք վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, կբացատրեք ձեր քվեարկությունը, ձեր Իմ որոշումը կայացման նրան, որ ես ուղղակի տեսնում եմ ինչ քայլեր է իրականացվում ու համաձայն չեմ մեր երկրի ապամոնտաժմանը։ Ես վստահ եմ, որ ես ամեն ինչը դրան է գնում, որովհետև անդադ նույն պատմությունն է իրականանում, էլի։ շնորհակալ եմ։ Սյունիքում ինչ մտադրություններ են, ինչպիսի տրամադրություններ են, հասարակությունը ինչպես է վերաբերում այսպես կոչված խաղաղության պայմանագրին եւ հնարավոր համարում եք, որ իսկապես խաղաղություն կբերեն իշխանությունները։ Ես կոչս ուղում եմ ողջունեցիներին, ես չեմ կասկածում մեր անկոտրուն սյունեցիների վրա, նրանք երբեք չեն ուզում, ես ինչքան իմ ստույգ տվյալներով, ինչքան գիտեմ, մեր սյունեցիները, մեր անկոտրուն սյունեցիները չեն ուզում, որ այս թուրք իշխանության օրոք ապրեն Թուրքի հետ, ես կոչս ուղում եմ սյունեցիներին, բոլոր մեր սյունեցիներին, մեր կապանցիներին, միացեք սրբազան պայքարին և միայն պայքարով պետք է վռնդեք այս թուրք իշխանությանը, կոչս ուղում եմ մեր սյունեցիներին, մեր անկոտրուն սյունեցիներին, ինչպես մի մոռացեք, ինչպես այս թուրք իշխանությունը ծախել է մեր Արցախը, այնպես ծախելու է մեր Սյունիքը, մի վստահեք այս թուրք իշխանությանը, որպես սյունեցի ես ձեզ ասել եմ 21 թվից, չեք հավատացել, հիմի ասում եմ, խոսքս ուղղում եմ ձեզ, հարգելի սյունեցիներ, մի վստահեք այս թուրք իշխանությանը, մենք երբեք անկոտրուն չենք եղել, մեր պայքարը շարունակվում է և միացեք սրբազան պայքարին։
Այ քիչ առաջ դուք քվեարկեցիք, որ չեք վստահում Նիկոլ Փաշինյանի իշխանությանը, կխնդրենք ներկայացնեք հանրությանը ձեր որոշման մասին, հա։ Դեխից բնական է կապիտուլյացիոն կառավարությունը օրինակ կլինի, որ ինչ-որ մեկը հա, էլի։ Բայց ասում են, որ խաղաղություն են բերել, խաղաղության պայմանագիր են կնքել։ Դե շատ ման էին ասում, բայց դեն երբ որ վերես լուծում իրանց քաղաքականությունը, տեսնում ես, որ գործ ունենք դրածոների հետ, ովքեր ինչ-որ իմ գնահատմամբ Կրեմլի ծրագիրն են կատարում, այսինքն հուսալու չի էլի, հետո որ ժամանակը ցույց տվեց էլի, որ ինչ հետ գործ ունենք էլի։ Այսինքն իրենց ասած խաղաղությանը չեք հավատում։ Չէ բնականաբար։ Տարօրինակ կլիներ, որ ինչ-որ մեկը հավատար էլի իմ կարծիքով, որտեվ ծրագիր են, այսինքն իրանք նպատակ ունեն Հայաստանը որ պետություն որպես դադարի գոյությունն լստիս ու պետքա պայքարել ամեն ձևով։ Իրենք ասում են դա հակառակ օրվա լիմադիների ցանկությունն է չունենալ անկախ պետականություն, իսկ նրանք պայքարում են դրա դեմ։ Իրանք շատ բան են ասում, բայց լրիվ հակառակն են անում, դա քաղաքական տեխնոլոգիա է էլի, այնտեղ ավելի մասնագետն ավելի լավ կասեն, դա Օվերտոնի պատուհանն է, իրանք ավելի լավ կասեն, դրա մասնագետը չեմ։ Եմ ուզենա ինչ-որ բաներ ասեմ, որոնք հա, բայց իմ գնահատմամբ դա տեխնիկա է, որ ասել են, որ ինչը վերջում ստանալ են, ինչ որ ուզում է, դրա հակառակը սկզբանե ասել, այսինքն ասում էին, որ Արցախը Հայաստան է, բայց վերջում դարավ ուրիշ պետության մաս, ասում էին, որ թուրքերի հետ ցեղասպանությունը բանա, բայց հետո Թուրքիայից սկսեցին բանակցել, այսինքն դա տեխնիկա է, դաբար հա ամեն ինչը չի երևում։ Եթե անում են, թող մի բան ասեն, այսօր Ադրբեջանի նախագահը ստիպում է ինչ-որ անկախության համաձայնագիր Հաչակերտավոր անունով ինչ-որ թուղթ է ասում, մեր երկրի ղեկավարը, եթե իրոք մտածեր այդ ամեն ինչի մասին, նախ եւ առաջ պետք է ասեր, արի մեր գերիներին բաց թող բոլորին։ Նոր մենք կնստենք, կքննարկենք այդ անկախության թե հռչակագիրա, թե համաձայնագիրա, թե պայմանագիրա։ Իշխանության ներկայացուցիչները, օրինակ այսօր Ալեն Սիմոնյանն ասել է, որ այդ հարցը առաջ քաշելով բանակցությունները հնարավոր է գնան փակուղի։ Իսկ կներեք, ինչ է նշանակում բանակցությունները կարող են գնալ փակուղի։ Հայաստանի Հանրապետությունը ունի սահմանադրություն ու իշխանավորները պարտավոր են ենթարկվեն այդ սահմանադրությանը։ Ըստ որի Հայաստանի Հանրապետությունը իր քաղաքացիներին պետքա պաշտպանի աշխարհի ցանկացած անկյունում։ Եթե այսօր մեր քաղաքացիներին տանջում են Բաքվի բանտերում, եթե այսօր մեր քաղաքացիներին Բաքվի բանտերից ապօրինի դատավարություն են իրականացնում, այդ մարդկանց հետ ինչ խաղաղության մասին է խոսքը, ոնց կարելի է վստահել այն իշխանությանը, որը թույլ է տալիս իր քաղաքացիները ուրիշ թշնամու տարածքում բանի ենթարկվեն, տանջանքների, խոշտանգումների ենթարկվեն։ Ասում են բանակցում են, բայց կոնկրետ այդ հարցով այս պահին որևէ արդյունք չեն հասել, եւ որքան այսպես ասած խոսում են, քննարկում են այդ թեման, այնքան ավելի դժվար է դա։ Ուրեմն ասեմ, ոչ մի արդյունքի չեն էլ հասնելու։ Հա, ոչ մի արդյունքի չեն էլ հասնելու, որովհետև պարտված ղեկավարություն են իրանք, կապիտուլյացիա ստորագրած ղեկավարություն են, Ալիևի պահանջներ իրանք անընդհատ կատարել են ու հիմա իրանք կատարողի դերում են։ Մեզ պետք է նոր իշխանություն, որը կգա, որը Ալիևին ենթարկված չի լինի, որի վրա կներեք, որ այս բառը պետք է օգտագործեմ, Ալիևը վերխվեկալած չի լինի, ու նոր իշխանությունը, նոր մարդիկ արդեն կարող են գալ որպես հավասարը հավասարին բանակցեն, այլ ոչ թե բանակցեն որպես կապիտուլյացիա ստորագրած մեկի հետ, ոնց որ Ալիևն է։ Հիմա կա հաստատի հաղթած կողմ ու պարտված կողմ։ Ինչի պետք է հաղթած կողմը, ռեալ ուժեղ կողմը, ինչ որ զիջումների գնա։ Այդտենց չի լինում։ Դրա համար կապիտուլյացիա ստորագրած ղեկավարությունը պետք է հեռանա, գա նոր իշխանություն, ու ինձ համար ասեմ, որ մեկա թե ով կլինի, ուղղակի նոր իշխանություն այս երկրի, որը կապիտուլյացիայի հետ կապ չի ունենա, որը հավասարը հավասարին արդեն կսկսի բանակցել նախ մեր գերիների համար, հետո արցախցիների ինքնորոշման իրավունքի համար, նոր դրանից հետո արդեն մենք կարող ենք ինչ-որ խաղաղության մասին հարցեր քննարկել։ Քանի այդ ամեն ինչը չկա, քանի Բաքվում են գտնվում իմ հայրենակիցները, իմ համաքաղաքացիները, ես այդ մարդկանց հետ խաղաղ չեմ ապրի։
Ես չեմ ապրի խաղաղ այն մարդկանց հետ, ովքեր այսօր մտել են իմ տունը քանդել են։ Ես դեպ ասեմ, որ Արցախցի չեմ ծնունդով, բայց Արցախն էլ իմ տունն է, իմ հայրենիքի մի մասն է։ Մտել են իմ տունը քանդել են, իմ աղբերներին սպանել են, ու այսօր ես ասում եմ, դե լավ, ինչ եղել է, եկենք բոռանանք, ով էլ ձեր մոտ է, թողինք իրանք էլ ձեր մոտ մնան, մենք խաղաղ ապրենք։ Չէ, այտենց չի լինում։ Вообще գազանը գիշատիչը ու ոչ գիշատիչ կենթանին իրար հետ խաղաղ չեն ապնում։ Խնդրեմ։ Շատ խոստակ, Գել Մելիքյան օրակարգին։ Ինչով եք օրակարգը։ Դե որովհետև չեն բացահայտում կետերը, ինչի մասն է խաղաղության օրակարգը եւ միակողմանից իշխան են գնում։ Ասում են բովանդակային առումով հասարակությունը տեղյակ է, մենք թագում չենք բանակցում։ Հասարակությանը չեն տեղեկացրել եւ հասարակությունը չգիտի ինչի մասին է դա։ Չեն հանրայնացնում։ Համենայնիվս վերջին երկու կետերից մեկը վերաբերում է միջազգային միակողմանի զիջում է դա նշանակում։ Հայաստանը ոչ մի բան չի վերցնի, այսինքն պարտություն է իրենց համար, մեր համար դա պարտություն է։ Օբյեկտիվորեն թույլացած պետության համար, պատերազմում պարտված պետության համար, այս պահին այլընտրանքը որն է։ Շուտապույտ ազատվել Չարիքի իշխանությունից։ Շնորհակալություն։ Նախաձեռնությամբ է հանդես եկել Սրբազան պայքարը, վերջնարդյունքում ցանկանում են, ինչպես նշեցին անդամները, համերաշխություն, կոնսոլիդացիա, իշխանափոխության օրակարգի շուրջ։ Հնարավոր համարում եք այս փուլում։ Շեշտ ենք, որ պայքարի երիտասարդներն են սկսել նախաձեռնությունը եւ նախաձեռնությունը անվստահություն հայտնելու գործընթաց է։ Այսինքն ինքը ավելի շատ կրում է մարդկանց հետ աշխատանք, իրազեկման բնույթի աշխատանք, մարդկանց հետ գետնի վրա զրուցելու, բացատրելու, թե մենք ինչ մարտահրավերների հետ առաջ ենք կանգնած, թե ինչու հանրությունը պետք է հայտնի իր անվստահությունը այս իշխանություններին եւ առարկայական, թե հենց հիմա ինչ է տեղի ունենում գերիների հետ, թե որն է պատճառը, որ գերիները առ այսօր չեն վերադարձում, այսինքն ինքը process է, որ զարգացումները մենք կտեսնենք ինչ կլինեն, այս պահին դեռ վաղ է որևէ գնահատական տալ։ Շնորհակալություն։